Աշխատավորի օրը աշխատող մարդու հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տոնն անցկացնում է Արտաշատի Անիթեքս տեքստիլի ֆաբրիկայում։ Աղքատությունն աշխատանքով կհաղթահարվի Ուժեղ Հայաստանում, ասում է։ Հուսով եմ, որ մայիսի 1-ը հետագայում շատ ավելի մասշտաբային կլինի 100,000-ավոր աշխատատեղերը, որ մենք ծրագրում ենք կառուցել Հայաստանում, կփոխեն բոլորիս կյանքը։ Վայրը խորհրդանշական է, Անիթեքսը արդյունաբերության լավագույն օրինակներից է։ Գործարանը փակում է Հայաստանի տեքստիլի պահանջարկի կեսից ավելին, մինչդեռ նախկինում Թուրքիան էր ներկրման հիմնական աղբյուրը։ Հայկական այս արտադրանքը նաև արտահանվում է դրսի շուկաներ։ Այստեղ աշխատանքով ապահովված է մոտ 200 մարդ։ Այսքանով հանդերձ Հայաստանում դեռ կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, որ ոտքի կանգնեն ու գործի անցնեն։ Ուժեղ Հայաստանը նոր ծրագիր ունի։ 5 հոգանոց ընտանիքն օրինակ 150,000 դրամ նպաստ կստանա աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից։ 6 ամիս է պետք, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատներ չլինեն։ Երբ մենք ասում ենք ծայրահեղ աղքատ ընտանիք, դա այն ընտանիքներն են, որոնք հացի խնդիր ունեն, եւ այդպիսիները հազարավոր եւ տասնյակ հազարավոր են Հայաստանում։ Այս ծրագրով Ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանը ստեղծելու է հիմնադրամ, աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարելու պետությունը, ներդրում են կատարելու մեր գործընկերները աշխարհի բոլոր ծայրերից։ Մարդկանց պետք է հանել աղքատության թակարդից, Նարեկ Կարապետյանն այսպես է արձագանքում բոլոր քննադատություններին, թե պատրաստի օգնությունը կարող է նվազեցնել շահառուների աշխատելու մոտիվացիան։ Ով քննադատի այս ծրագիրը, առաջարկեք 1 ամիս այդ մարդկանց կյանքով ապրել։ Բայց այսքան միլիոնատեր, այսքան ունևոր մարդ ունեցող մեր ազգը պետք է թույլ չտա ծայրահեղ աղքատ մարդ իր ազգի ներկայացուցիչ լինի։ Սամվել Կարապետյանը Հայաստանի անկախության առաջի տարիներից Երկրի տնտեսական հեռանկարի մասին։ Հայաստանը ոչ թե գնորդ, այլ վաճառող երկիր պիտի դառնա, ասում է Նարեկ Կարապետյանը։ Ապա շրջափակմանն ու հարևանների հետ առևտրին էլ դեմ չեն, բայց տեղական արտադրողը պիտի պաշտպանված լինի։ Ադրբեջանը էժան գազի հաշվին շատ էժան գյուղմթերք ունի։ Թուրքիան սուբսիդավորող գազի եւ էլեկտրականության հաշվին շատ էժան գյուղմթերք ունի։ Մենք չենք կարող փոխարինել։ Մեզ պետք է գործընկեր, որը մեծ պահանջարկ ունի մեր արտադրանքի։ Եվ այդ գործընկերը կամ հյուսիսում է, կամ արաբական աշխարհում։ Վերջին 8 տարին Հայաստանի պատմության բարդ շրջափուլերից է։ Ժամանակն է վերջ տալ այդ շրջափուլին եւ ազատվել դրա համար պատասխանատու իշխանությունից, ասում է Նարեկ Կարապետյանը։ Որքան էլ բարդ է նախընտրական շրջանը, որքան էլ ծանր են ռեպրեսիաները, վստահեցնում են, գնում են հաղթանակի հետևից։ Ես վստահ եմ, որ մեր թիմակիցների ոչ թե ճնշող մեծամասնությունը, այլ մոտ 100%-ը արդարացված գաղափարական պայքարի մեջ է, քանի որ նրանք բոլորը գնում են բանտեր, նրանցից շատերը ռիսկ ունեն գնան բանտեր, ազատվում են աշխատանքներից, բայց դրանից հետո 2 անգամ ավելի մեծ ակտիվությամբ են պայքարում եւ ես չեմ տեսել որևէ մեկի մոտ, որ նա համարի, որ իր հայրենիքի համար չարժեր դա անել։ Քաղաքական ընդդիմախոսներին գաղտնալսելու, կեղծ քրեական գործեր հարուցելու փոխարեն Կարապետյանն ասում է, պետությունն այլ ավելի կարևոր գործեր ունի, լավ կլինի դրանց հետևից գնան։ Ադրբեջանցի գործակալ Հայաստանում եղել է, թե չի եղել։ Մենք չենք տեսնում վերջի տարիներում որևէ դեպք, որ ադրբեջանական գործակալ բռնվի Հայաստանում։ Արդյոք Ադրբեջանը դադարեցրել է գործակալական ցանցի ձևավորումը Հայաստանում։ Չեմ կարծում։ Առաջիկա ընտրությանը կարևոր է ամեն քաղաքացու ձայնը։ Նարեկ Կարապետյանը վստահ է, ընտրությունը կեղծել չի հաջողվելու, ժողովրդի կամքով փոփոխություններ լինելու են։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։